Այսօր այստեղ եք ձեր թորնիկի հետ։ Այո։ Սովորեցնում ձեր թորնիկին, ինչ օր է այսօր։ Ես իան ասել եմ, որ այսօր համ շուշվազատագրման օրն է, համ էլ մեր հաղթանակի 80-ամյակն է։ Ես իրան սովորացնում եմ քաջություն, արիություն, իսկական հայ ընտանիքի զավակ մեծանա, դենց էլի։ Հիմա Շուշիի օրվա համար եք նաև ասում, բայց օրինակ պետական մակարդակով անվտանգության խորհրդի քարտուղարն ասում էր այսօր եռատոն չի, հայնական։ Իրանք գալատ են անում, ազգանականները գալատ են անում։ Մենք Շուշվա համար, Ղարաբաղի համար կյանք ենք տվել, մենք հազարավոր եղբայրներ քույրեր են կորցրել։ Ում համար ենք արել, մեր համար, մեր ազգի համար, բայց իրանք որ վաճառեցին, դա վերջը չի, գալու է։ Ամեն ինչն էլ գալու է, սկսելու է, Շուշի մենք Ղարաբաղը հետ ենք բերել։ Հավատում եք դրան։ 100% եմ հավատում։ Բայց իրենք ասում են Արցախը երբեք էլ հայկական չի եղել։ Գալատ են անում ասողները։ Նույն շուշեցի Արմեն Գրիգորյանն է ասում, ում հարսանիքը այնտեղ էր արել։ Շուշեցի Արմեն Գրիգորյանը գալատ անում։ Ես չեմ ուզում մի քիչ կոպիտ խոսամ, հասկանում եք, բան չի, բայց ես նորից եմ կրկնում, Շուշվա համար արյուն է թափվել։ Շուշին, որ առանց կրակելու հանձնել են։ Ովքեր են պատասխանել։ Վերևը, ղեկավարությունը, ով պետք է պատասխան տա։ Ինչու վաճառեցին իրենք հայրենիքը։ Դե հիմա չեմ իմանում, ինչ ասեմ ես դες ինչու վաճառեցին։ Կարող է փող չունեին, ծախեցին փող ունեն, գնացին իակնգա համար ջիպ առավ, ես իմ ինչ առավ, ոչ եմ կաներեք էլ։ Դուք կռվել եք։ Այո։ Ես վերջի պատերազմում ես եղել եմ 16 թվականին։ Ջաբրայիլում եմ, այո, Քարոյա պատերազմին, իսկ սկսել եմ պատերազմը 90 թվականից հապ Ջոկատից, եղել եմ Մայիս Միրզոյանի ճայ, ես էլ սասկակ, իր հրամանատարության տակ եղել եմ իա տեղակալ եւ 92 թվականից ստեղծվել է Ղարաբաղի հատուկ նշանակության դասակ, որտեղ որ ես էլի Մայիս Միրզոյանը եղել է հրամանատար, ես եղել եմ իր մոտ որպես տեղակալ։ Հետո անցա մի առժամանակ ես դառա այդ հատուկ նշանակության դասակի հրամանատար։ Ղարաբաղի հատուկ նշանակության դասակի հրամանատար։ Մենք տեսնում ենք, որ իրենք այսօր նաև գեներացնում են ատելություն արցախցիների նկատմամբ, ասելով մնայիք կռվեիք, հայրենիք եք ուզում ունենայիք, սա ինչ ցույց է։ Կներեք, անմեղ ժողովուրդը, որ ձեռը ոչ մի բան չկա, ոչ մի բան չունի, ինչով կռվի։ Այս հիմարները պետք է մի բան անեն, որ կռվի, մեզ պետք է թողեն, թե չէ։ Չեն թողեց այս։ Ոչ, 20 թվականին հավաքվեցինք, որ գնանք, մեզի պայեցիստե կոպիտ ասած կալանավորեցին, մնացած ովքեր որ կարեցա փախնի գնա Արցախ, պատվալներում էին պահում 15 օր մեր տղաներին, իմ ջոկատի տղաներից եղել են 15 օր պատվալներում պահել են, վերջում հանել են, ասեն գնացեք դուք մեզի պետք է Ղարաբաղ տալիս ենք։ Էլ ինչ եք ուզում։ Խեժ Ղարաբաղցին ինչ անեն։ Կներեք էլի։ Իմ անուն ազգան, իմ անունը Գարիկա, ազգանունս Գալունցա։ Ես Գորիսի Խնձորեսցու թոռ եմ։ Իմիջիայլոց այսօր Գորիսն էլ ավտանգի տակ մենք Գիտեմ։ Դրա համար մենք պատրաստ ենք գնալ այնտեղ եւ ամեն հարցերը, եթե կարողանանք մեր կյանքի գնով լուծենք այդ հարցերը։ Ոչ մեկ իրավունք չունի Սյունիքը մեր ձեռից վերցնի, դա մեր պատմական հողեր է։ Արցախն է իրավունք չուներ, բայց ամեն դեպքում տեսանք ինչ։ Դե հիմա Արցախը, դե հիմա ինչ ասեմ ես։ Ոշմ ներող կլինեք էլի, արդեն ջղայնանում եմ ես, կներեք էլի, հա։